մեզ միացավ մեր հաղորդման լավ բարեկամ, փորձագետ, հոգեբան, սննդաբան Նազելի Ազիզյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Զրույցը լսում եք եւ հետեւությունները արեցիք բնականաբար։ Այստեղ հետաքրքիր կարծիքներ հնչեցին օրինակ տարիքի հետ վերաբերյալ կորուստ երիտասարդ տարիքում եւ ավելի հասուն տարիքում։ Ինչ ասեք սրա մասին։ Ամեն ժամանակահատվածում յուրաքանչյուր մարդ տարբեր ձև է հաղթահարում այդ վիշտը, նույն ձև կարող է լինել այլ տղամարդ, որ ունենալով երեխաներ ինքը լրիվ այլ ձևով հաղթահարի, խմիչքին նվիրվի, ճիշտ է, կամ լրիվ այլ ուղղությունով գնա։ Այստեղ ավելի պատասխանատվությունն է բերում մարդուն այն կետին, որ ինչ պատասխանատվություն է ինքը կրելու, այստեղ կան երեխաներ, քանց թե ես գնամ ին վիշտ այլ եղանակներով փորձեմ փոխհատուցել, ես այստեղ պատասխանատվություն եմ կրում եւ ժամանակ չի լինում խորը նայել, խորը նայել ու այդ ցավին ավելի շատ նեգատիվ էներգիա տալ, որտեղ դու օրինակ ես, դու պետքա երեխա դաստիարակես, դու պետքա ոտքի հանես փոքր քեզնից ծնված մարդկանց ու աշխարհ ցույց տաս եւ մոր կողմից ինչ որտեղ եւ հոր կողմից, դա ավելի շատ պատասխանատվություն է, քան թե մեծ տարիքում, բայց մեծ տարիքում էլ իր դժվարությունը նրանում է, որովհետև դու արդեն այդ բոլոր էտապները անցել ես, ինչպես մենք լսեցինք, որ ամեն ժամանակում իր խնդիրը ունի դժվարությունը եւ էտապը անցնում մարդ, բայց այստեղ շատ մեծ պատասխանատվություն մնում մենակ ինքդ քո անձի նկատմամբ եւ կարգապահություն, որը մենք լսեցինք, շատ ուրախ եմ, որ տեսնում եմ թե կա լող, թե կա սպորտ, երբ որ մարդը փորձում է արդեն ինքը ամեն ինչ ալ, ինքը երեխաներին դաստիարակել է, ինքը թորնիկների հետ զբաղմունք ունի, բայց այստեղ ինքը իրանով է մնացել եւ միակ օգնականը ինքը դու քեզ ես, որը որ մենք տեսնում ենք վարկա, իսկ դա ողջունելի է, որտեղ մենք կարող ենք նստել բողոքել, մեղավորներ փնտրենք, թեկուզ կնոջ ինչի մահացալ գնացիր, բայց այդ մարդու կյանքն էր, դա քոնը չէր, դու այստեղ կաս, դու ունես քո հանուն ինչին ու միակ մարդը, ով քեզ կարող է ոտի հանի, թեկուզ գրքերի միջոցով, թեկուզ ճիշտ մարդկանց միջոցով, մենք լսեցինք եկան ճիշտ մարդիկ ճիշտ ժամանակին, Աստված մեզ օգնում է, ուղարկում է միտք, նյութեր, մարդկանց, կարևորը մենք դա տեսնենք, վերցնենք եւ այդ ամեն ինչը կիրառենք մեր կյանքում ու մեզ ոտքի հանելու ցանկություն ունենանք։ Որպես սննդաբան, նաև հոգեբան, այն ինչ փոփոխություններ է գրում օրգանիզմը ցավի եւ կորստի դեպքում, կան անդառնալի նաև փոփոխություններ։ Իհարկե, ցավի ժամանակ մեծ քանակությամբ նեյրոմեդիատորների ոչնչացում է գնում, այստեղ մարդ կարող է նույնիսկ ոչինչ չասի, չխոսի, բայց իր ներսում գնում է ինքնոոչնչացման խնդիրը։ Հապակ մարդիկ, ովքեր շատ անգամ ասում ենք ինքը շատ բարի, շատ լավ մարդ է, բայց չեն հասկանում ինչա ներսում կատարվում մարդու, որտեղ այդ փակ լինելը չի նշանակում, որ ինքը համեստ մարդ է, այլ ինքը իր միշտ իր մեջ է փակել, բայց ինչպես մենք լսեցինք, գիշերը որ արթնանում ես, դու մենակ ես, քո մտքերի հետ, լիք ինչքան երեխաներ լինեն, թորնիկներ լինեն, դու մեկ ապահ գալի, դու այդ քո հիշողությունների հետ մենակ ես։ Ու այդ ժամանակ, եթե մենք ստեղծում ենք, ինչպես մենք լսեցինք, հինը նորի մեջ, այսինքն լավ հիշողությունները, մենք զգում ենք ներկայի մեջ, այսինքն երբ որ մենք աչքերը փակենք, մենք ներկայում ենք գտնվում։ Ու այդ պահը ոչ թե նեգատիվով տանենք, այլ դրականով, այսինքն դրական լիցքեր տանք, նույն նեյրոմեդիատորները ճիշտ ձևով կլինեն, այսինքն մենք կնպաստենք մեր նրան, որպեսզի կա գենետիկա եւ կա էպիգենետիկա, այսինքն էպիգենետիկան ինչ ասում է, որ մենք մեր մտքերով, մեր ապրելակերպով, ճիշտ սնվելով, կարող ենք երկարացնել մեր կյանքի որակը, ինչ տեսակ լինեմ ծերունի հիվանդ, անկողնային, ու մեղադրեմ կյանքին Աստծուն, թե լինեմ առողջ տղամարդ կամ առողջ կին, առողջ մայր, առողջ տատիկ ու օրինակ ծառայեմ իմ սերունդին, ինչպիսին կարա լինել, որտեղ 4 կողմը մեծ մասը հիվանդ են, մեծ մասը դեղերով են ապրում, բայց այդ իմ համար չի։ Ստրեսային վիճակները ավելի շատ ուրիշ պահանջներ են ունենում ինձ մոտ։ Մի քիչ ավելի հոգեվիճակի փոփոխություն, տեսադաշտի փոփոխություն, միջավայրի փոփոխություն։ Իսկ լռությունը
լռությունը ոչ, ես ինքնապոպ լինելը ոչ, իմունիտետի պահկա այստեղ դիմադրողականության եւ նաեւ ինչ որ միտեղ դրական լիցքերի այդ լրացնելը, որ ներսում պետք է լրացնես, ինչ որ միտեղ դու դժվարություններ ես զգում նաեւ այդ առումով եւ սա բարդացնում է։ Այստեղ հոգեբանական ասպեկտից խոսք գնաց Նազետի ջան, ես կուզենամ հետեւյալ բանը պատմեմ եւ փաստեմ։ Մեր Սերվի Լալայի կորստից հետո Պարոն Համբարձումյանը կամ Աշոտը ինչպես իր թույլտվությամբ տա դեպուտատիվը միշտ մինչ այդ շատ պոզիտիվ բնույթի այսպես սոցկայքերում վարել է իր էջերը ինչու եմ ես ասում ամեն առավոտ ես հանդիպում էի հրապարակման Հայաստանի լուսավոր նկարով Մասիսի ապա մեծ այսպես լուսավոր բարեմաղթանքների այսպես շարքերն չանցավ մի քանի օր հա երևի մի քանի կամ մի ամիս եթե չսխալվեմ նույն հրապարակումները տեղ էին գտնում ձեր էջերում պոզիտիվը սա դժվար չէ որովհետև քիչ առաջ խոսք գնաց բավոր ամոթ է միգուցե կասեն մարդը այս լավ տրամադրություն ունի չի սքում արդյոք չէ ինչ կասի հանրությունը բայց մարդը ընդամենը իր պոզիտիվը նույնպես շարունակում էր կիսել հանրության հետ այս ռամազին ինչ խոսես կարող եմ ասել որ մեկը կլինեն մարդիկ ովքեր կմտածեն այդպես դա իրենց սեփական խնդիրն է ու իրենց սեփական վախերն են իրենց կարծրատիպերը որոնք չեն կարողանում հաղթահարել իսկ այն մարդը որ կարողանում է հանրությանը դրական լիսկեր հաղորդել դա ամենամեծագույն ուժն է այսպես կասեմ որտեվ հեշտ է թողնել փախնել հեշտ է վախենալ հեշտ է ենթարկվել բոլորին հենց ունիկալությունը ինչու՞մ է երբ որ դու տարբերվում ես բոլորին բայց ոչ թե վատով այլ լավով չէ՞ որ ես լավ գործ եմ անում հարցը բարձրացրեց մի լավ ընկեր ունեմ քանդակագործ Սահակ Պողոսյանը որ հիմա Միացյալ Նահանգներում ասեց դու ամեն օր ես տեսնում եմ որ մեծ ծրագիր ես անում ամեն օր Արարատի նկարը դնելով եւ Բարի լույս հայ ու Հայաստան մաղթելով եւ ամբողջ հայությունը այսօր կարելի ասել եւ Ավստրալիայից Ամերիկայից տարբեր ժամային գոտիներով արդեն այդ էջում իրար բարի լույս են տալիս արդեն անգամ իրար են բարի մաղթանքներ ասում մտերմանում են իրար հետ ասեց երբ որ դու ասում ես բարի լույս դա վերաբերվում է միայն հայերին թե Հայաստանում ապրող մյուս ազգություններն էլ է վերաբերվում ու ես դրա մասին գրել եմ ճիշտ է բայց ուզում եմ մի անգամ էլ բարձրաձայնեմ ասեցի դա իմ աղոթքն է առ Աստված եւ Արարատ եւ Արևին որ բարի լույսով ծագի բոլորիս համար հային ամբողջ աշխարհում եւ Հայաստանում Հայաստանի ամեն ինչը քարը, թուփը, ծաղիկը, տարբեր ազգերի բաները, բնակիչները, մի խոսքով տարբեր ազգություններին եւ ինչը ինձ դա վերեց դրան շատ հետաքրքիր դեպքեր տարիներ առաջ գնացել էինք հաճախ էի կազմակերպում գնում էինք Հայաստանի տարբեր շրջաններ ճարտարապետական հուշարձաններ էքսկուրսիայի գնացել էինք Նորադուզի խաչքարերը տեսնելու ես առհասարակ որ գնում եմ այնտեղ ծերունիներ որ նստած են լինում աղբյուրի մոտ բան բարևում եմ հետները խոսում են ոնց է բերքը այս տարի լավ անձրևները օգնեց լավ բերք կլինի բան մի խոսքով ու հերթական անգամ տենց գնացինք մեծ ավտոբուսով էր այդ ավտոբուսից բոլորը իջան վերջում ես իջա բարևեցի ժողովուրդ ջան ոնց եք այն դրամը փոխվելու շրջաններ բա ինչ կա քաղաքում բան ասի ամեն ինչ լավ է դուք էլ լավ եղեք որ բոլորս լավ լինենք բայց դրամը ինչ անելու ասի ոնց թե բրցանք մենք մեր գումար դրամը ունենք դա գիտեք ինչ գումարա բանա դառնալու արժեքա դառնալու հա ճիշտ ես ասում եմ բա ոնց ասում ես ասում տեսար ասում տեսար սենց իրար բան էին վերում ու վերջում վարորդը իջավ եւ դուռը փակեց ավտոբուսի որ մեկ էլ էս տարեց մարդկանցից մեկը ասեց վարորդին ասեց աղբեր ջան այս ավտոբուսի շոֆերը դու ես վարորդն ասեց հա ասեց ես եկա ավտոբուսը այս մի մարդու համար զալիտ է սարել բերել այսինքն մյուսները որ իջել էին չէին բարևել բարի լույս չէին ասել կամ բարի օր չէին ասել չէին բարևել չէին խոսել այդպես
անտարբերիչել էին, դա այնքան էր տպավորվել, որ ասես մեծ ավտոբուսից մի մարդու համար քաղաքից քշել բերել ես։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, դա ոչ թե անում եմ ինձ համար, դա արդեն դարել է ապրելաձև, դա դարել է մի գեղեցիկ էներգիա, որը ամեն առավոտ գեներացնում եմ եւ հնարավորինս փորձում եմ արդեն որակական առումով ավելի լավացնել եւ այսօր արդեն եթե ուշադրություն դարձնեք այդ նկարները տարբեր օգտատերեր ուղարկում են արդյունք այն մարդիկ որոնք առավոտյան այդ բարի լույսը իրար տալիս են իրենք են եւ իրենց անունները ես գրում եմ անպայման ում լուսանկարն է բոլորը սկսել են Արարատ նկարել եւ հայացքը դեպի Արարատ ուղղել անգամ տարբեր ժամերին մարդը ասում է ես չգիտեի որ իմ պատուհանից այսքան գեղեցիկ երևում է տեսեք մենք երկուսս էլ ներկայացնում ենք նույն բնագավառը այսինքն մենք առնչվում շփվում ենք մի իրականության հետ մի երևույթի հետ որ կոչվում է արվեստ եւ ձևավորում է այդ արվեստը նման մարդկանց այսինքն շփում է լինել այդ ամեն ինչի մեջ եւ այդ ստեղծագործականը հա նաեւ գումարած դրան ինքը ստեղծում է այդ բնույթը մարդկային տեսակը որ անկախ ամենից Արարատներ կդնի լուսավոր մտքեր տեսեք ես քանի անգամներ եմ այդ դեպքից հետո այն ամենասարսափելի ծանր տարիներիս Մարինան կհիշի քանի անգամ եմ բարձրացել բեմ երգիծա երաշտական համարներով երգիծանքում եմ ներկայացրել բայց որևէ մեկը չի իմացել այդ գիշերն ինչպիսին է եղել իմ համար ինչ հոգեբանական վիճակներում եմ գտնվել ես այսինքն ես ասելիքս ինչի բերեցի սրան որ մենք ամենակարևոր բանից ենք հեռացել մենք այդքան որ ասում ենք արվեստ որ ասում ենք գրականություն կարդալ կրթվել եւ այլն սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա ուշ կա մարդու ներսում մարդ ձևավորելու շատ կարևոր բան կա այս ամեն ինչի մեջ այսինքն ամուր մարդ ձևավորելու այն մարդիկ ովքեր զորք են հուզականությունից հուզական աշխարհից այսինքն զորք ասելով չէ զարգացած չի նրանց մեջ այդ հուզական աշխարհը նրանք թույլ են նրանք այդ դիմադրողականությունը ձեռք չեն բերում մի փոքրիկ ինչ որ միջադեպ ինչ որ բան եւ նրանք սկսում են տրվել պարտվել մեկը հերոին արփեցող է դառնում մյուսը չգիտեմ ինչ մյուսը ու այսպես շարունակ իսկ մարդը ով ներսից արդեն ամրացված է այսինքն այդ աշխարհը ձևավորված ունի իր մեջ նա միշտ ընդհակառակը նա միշտ ամոթ չի ասելով ու սկսում է առաջ գնում ես տղամարդ չեմ բայց ես ինչի պիտի խեղճանամ ես եմ այսինքն սա շատ կարևոր բան է որ ես միշտ ցանկացել եմ ուշադրություն բերել այս խնդրի վրա մենք շատ անգամ անտեսում ենք սա կամ այսօր ասում եմ գնում մասնագիտություն սովորի գնում մասնագիտություն սովորում լեզու գրականություն եւ այլն դա երկրորդական մասնագիտությունը ընտրել եւ այլն ոչ հարազատներ դուք այդ մասնագիտությունը ձեռք բերելով ձեր ներսում չեք ձևավորում այն ուժեղ անհատականությունը որ կարող է ձեզ տալ գրականությունը արվեստ Նազմի ջան սա միսիոներների առաքելությունն է ուժեղ լինելը եւ անկախ կորստից եւ անկախ վայրի վերումներից իրենց միսիան կատարել կյանքում արվեստագետ մարդկանց արվեստագետ միսիոներներ թե սա հատուկ է մարդկանց կամ շատերին ոչ միայն տղամարդկանց հատուկ է ուժեղ մարդկանց կասայի լիդեր տեսակի ուղղորդող այն մարդով իր ներսում այդ էներգիան կա արտադրվում է որտեվ ոչ բոլորն են մենք ավելի շատ վիշտ ենք տեսնում մարդկանց աչքերում քան ուրախություն ու էներգիա որը որ քեզ ուզում ես այդ մարդու կողքը լինես հասկանում եք մենք ավելի շատ մեծանում ենք ու տեսնում ենք վատը բայց շատ քիչ կա մարդ ում կողքը դուք ուզենաս լինես թեկուզ իր կյանքում շատ դժվարություններ են եղել փորձություններ ու ուզենաս իր աչքերով տեսնել լսել միևնույն ժամանակ ու դրանից դու դաս քաղես դա շատ կարևոր է որովհետև կարելի է ուրիշների սխալի վրա սովորել եւ կարելի է սեփական ու այն մարդը որ ուրիշների սխալը կյանքի փորձ է նկատի ունեմ վերցնում է ու ընկալում բջջային մակարդակի վրա դարձնելով իր համար փորձ ու ասում ես լսել էի ուրեմն այստեղ ինձ պետք է կար ես չեմ անի այսպես դա ավելի շատ օգնում է
Բայց մենք շատ անգամ տեսնում ենք, որ մարդիկ ավելի ագրեսիա են գնում, ինչ-որ մի նյութ են տանում, միանգամից նեգատիվ են գրում, չարանում են։ Լավ, դու իրավունք ունես քո սեփական կարծիք ունենալ, բայց չէ՞ որ այդ մարդը մտածել է, խոսել է, արտահայտվել է իր սեփական կարծիքը, դու կարես չընդունել, քո իրավունքն է, կամ նույն գոլեգայիդ ինչ-որ վիրավորական բառ գրես, ասես, որը քննադատես իր սխալը, քո համար սխալը իր համար ճիշտ է, կամ թեկուզ սխալ բառը գրե, կամ թեկուզ տառը սխալը արե, եթե իսկապես ուզում ես շտկել, գրի անձնական, ասա գիտես նկատեցի բարեկամական փորձ, օգնեմ մի արա, բայց ոչ թե բոլորի ներկայությամբ ցույց տամ ես ճիշտ մարդ եմ։ Ուզում եմ ասել, որ կորուստի դեպքում նման մարդիկ են չարանում։ Իհարկե, նման մարդիկ իրանք շատ կորուստներ են ունենում, որը կապում են Աստծու հետ, որը կապում են ծնողների հետ, եւ այլն։ Ճակատագիր, հա, բայց երբ նայում ես իր կյանքում կան կորուստներ, որը ինքը չի ընդունում։ Ոչ շոշափելի, երկիրակորցրեք, ամեն ինչա կորցրել ու դրա արդյունքում, այո, դրա արդյունքում իրանք չարանում են։ Բոլոր մարդիկ, ովքեր նեգատիվ խոսում են, ագրեսիա կա, իրանք ունեն կորուստներ։ Կորուստը ցավը յուրաքանչյուրս իրովի ենք վերապրում, շատ շատերս փորձում ենք լռել, հա, դուր փորձել անցնել այդ ճանապարհը, իսկ այլ լռության դեմ պայքարել պետք է։ Ոչ, լռության մեջ պետք է լույս տեսնել, որովհետև ինչի ենք մարդիկ վախենում լռությունից, հոգեբանության մեջ կա այսպիսի սինդրոմը խփի, հա, վազի, թաքնվի, այ մարդիկ շատ անգամ այդ թաքնվելը լռության հետ որ կապում են, մենակության մեջ իրենք մտածում են իրանք էլ ոչ մեկին պետք չեն, բայց առհասարակ, երբ որ մարդը որոշում է ինքը իրան վերականգնի, այ պետք է մենակ մնան այն կետում, որտեղ որ հասկանա ինչ է իրականում իր համար ուզում, առաջինը ով եմ ես, որն է իմ առաքելությունը այս կյանքում, վերականգնեմ իմ հոգինից, թե գնամ դառնամ ասեմ բոլորի նման, հա, հետո ասեմ իրանք են մեղավոր, ոչ, ժամանակավորապես հեռու, հետո կարող ես իր նորից շփվել, բայց արդեն այդ շփումը, դու իրանց չես ասում, որ չես շփվում, միանշանակ ոչ, ուղղակի երբ որ դու չես ուզում, այդ մարդիկ քեզ չեն գրում, չեն զանգում, երբ որ դու լրիվ այլ ընտրություն ես կատարում, դու սկսում ես շփվել այն մարդկանց հետ, ովքեր քեզ են հետաքրքիր, ու իսկապես էլ քեզ հետաքրքիր չի լինում, ովքեր են քո մասին խոսում, վատն են ասում, թե լավն են ասում, դու արդեն վստահ ես քո որոշումների վրա, ու իմ համար կարևոր ամեն տարեվերջին ես ինչ եմ անում, տարվան նվիրված շնորհակալություն եմ գրում, նախ շնորհակալ եմ լինում այն բոլոր փորձությունների համար, ես ամեն օր գրում եմ, բայց տարեվերջին են երկար է, ինքը մի 2 ժամանոց իմ համար արարողություն է, շնորհակալություն իմ բոլոր այդ խնդիրներին, մարդկանց ովքեր գնացին շնորհակալությունով, դա շատ կարևոր է, ինչի եւ ընդհանրապես իմ մեջ չկա, որ մեղադրեմ մարդուն, եւ շնորհակալություն 2026-ին, որ գալու է, որովհետև ինչպես եմ ես իրան դիմավոր, ճիշտ է մենք ասում ենք տարին լավ դիմավոր ենք, բայց եթե ես վախով եմ դիմավորում ու նման մեր մեջ կա, չէ՞, մարդիկ ասում են Աստված տա լինի կամ տենաս օրը գլխներից բացի, то есть այդ բառերը ծրագրավորում են մեզ արդեն վատի։ Հիմա ես ի ծրագրավորում եմ լավի։ 25-ին շնորհակալություն, թե վատի, թե լավի համար, ամեն ձևով հետ մարդկանց եմ գրել շնորհակալությունը ու 26-ին արդեն պատրաստ եմ հպարտ, ուրախ, ժպիտով, որ այդ էներգիան, եթե ես արտացոլում եմ, ես չեմ մտածում, ովքեր ինձնից կգնան, ովքեր ինձնից կմեղանան։ Լավատեսական տրամադրությամբ եք ուզում շնորհակալություն հայտնել ձեզ։ Մենք ենք շնորհակալ։ Ուժեղության, լավատեսության մեծ օրինակ եք եւ իհարկե մեր լավ մասնագետ, փորձագետ, սննդաբան Նազելին ենք ուզում շնորհակալություն հայտնել նաև որպես հոգեբան, որ իր խորհուրդները ինչպես միշտ մեր կողքին են։ Այո, այսօրվա երեկոն կարծում շատ-շատերի համար ուղեցույց կլինի եւ յուրաքանչյուրը շատ հետաքրքիր հետևություն կանի այս ամենից։ Շնորհակալ ենք։ Մենք իսկ մենք հանդիպենք մեկ շաբաթ անց։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն, գործընկեր Միլա Խնամքի տուն, գործընկեր Level 8 հանգստի գոտի։